Աշխատանքային օրերին 14:15, 15:05 եւ 16:45 Աշխարհ հաղորդում։ Աշխարհ ամենաուշադիր հայացքը մեր երկրից դուրս ընթացող զարգացումներին։ Բարի օր, լրատվական ռադիոյի եթերում աշխարհն է, խոսափողի մոտ Լիաննա Խաչատրյանն է։ Այս ժամին մեր հաղորդման դիտակետում Չեչնյան է։ Արևմտյան լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ծննդյան օրվանը նվիրված տոնախմբությունը։ Հիշեցնենք, որ Ռամզան Կադիրովի ծննդյան օրը հոկտեմբերի 5-ը հայտարարվել է որպես Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի օր։ Այդ մասին առաջինն ասել է Գրոզնիի քաղաքապետը, նշելով, որ դա քաղաքի նվերն է Ռամզան Կադիրովին, ով փաստորեն վերականգնել է պատերազմի արդյունքում ավերակ դարձած մայրաքաղաքը։ Արևմտյան մամուլը հիշում է, Ռամզան Կադիրովի ծնունդը շնորհավորելու էին եկել հոլիվուդյան աստղեր Ժան-Կլոդ Վան Դամը, դերասանուհի Հիլարի Սվոնքը, հանրահայտ ջութակահար Վանեսա Մեյը։ Տոնախմբության ժամանակ Ժան-Կլոդ Վան Դամը բեմից հայտարարեց. «Ես ձեզ սիրում եմ, պարոն Կադիրով»։ Իսկ Հիլարի Սվոնքը ասաց, որ երջանիկ է միջոցառմանը մասնակցելու համար։ Այնքան հիասքանչ է այսօր այստեղ լինելը, շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք ինձ ձեր գեղեցիկ քաղաք։ Ես առաջին անգամ եմ Գրոզնիում, ես սիրում եմ ճամփորդել, սիրում եմ տեսնել աշխարհը, տարբեր մշակույթների հետ ծանոթանալ, եւ ազնվորեն ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել եւ տեսնել ձեր երկիրը։ Շնորհավոր ձեր ծնունդը, պարոն նախագահ։ Արևմտյան մամուլը շտապեց հաշվարկել, թե որքան արժեն հոլիվուդյան աստղերի այս քաղցր խոսքերը։ Պարզվում է, որ Վանեսա Մեյը ստացել է $500,000, իսկ Վան Դամը ոչ ավել ոչ պակաս $1 միլիոն։ Ինչ վերաբերվում է Հիլարի Սվոնքին, նրա հոնորարը հայտնի չէ, սակայն Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը դերասանուհին ասել է, որ եթե ինքն իմանար, թե իրականում ինչ է կատարվում Գրոզնիում, երբեք չէր մասնակցի այդ տոնախմբությանը։ Իսկ արևմտյան մամուլը գրում է, որ Գրոզնիում իրականում կատարվում են սարսափելի բաներ։ Իրավապաշտպան կազմակերպություններն ամեն օր հաղորդում են մարդկանց առևանգման, իրավունքների խախտման, սպանությունների դեպքերի մասին։ Որոշ փորձագետներ էլ նկատում են, չնայած նրան, որ Գրոզնին այսօր դարձել է ծաղկուն քաղաք եւ Մոսկվայի փողերով այստեղ ամեն օր նորանոր շքեղ կառույցներ են հիմնվում, երկրի բնակչության 80%-ը աշխատանք չունի եւ չեչենների մեծ մասը համարվում է ծայրահեղ աղքատ։ Ուր են իրականում գնում Մոսկվայի փողերը եւ ինչ է կատարվում Չեչնիայում ընդհանրապես։ Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Հրանտ, այն որ Մոսկվայի փողերը գնում են Չեչնիա եւ Չեչնիան ծաղկում է Մոսկվայի հաշվին, դրա մասին կարծես թե բոլորս գիտենք, բայց որ Չեչնիան իրեն թույլ կտա այդպիսի մեծ շքեղություններ, այսպիսի տոնախմբություն, երևի թե անգամ Ռուսաստանում շատերը չէին սպասում, ինչը մենք տեսանք հոկտեմբերի 5-ին։ Ինչ է սա իրականում նշանակում։ Ես ասեմ, ուրեմն երբ որ Գրոզնիի տարեդարձն են տոնում, բախտիկ մաճիրքով հենց այդ օրը ես Մոսկվայում էի գտնվում եւ տեսա այն ռեակցիան, ինչը կար Մոսկվայի լրագրողների եւ քաղաքագիտական շրջանակների մեջ։ Այսօր ռուսական Կովկասը ապրում է բացառապես պետական դոտացիաների հաշվին, եւ Չեչնիան, եւ Դաղստանը, եւ Ինգուշետիան։ Բոլոր այդ շրջանները, այդ ավտոնոմ ռեսպուբլիկաները բառից բուն իմաստով թալանում են Ռուսաստանին, եւ դա այն գինն է, որ Ռուսաստանը այսօր վճարում է իր միասնականությունը պահպանելու համար։ Եվ հետաքրքիր այն է, որ կոնկրետ Չեչնիայի պարագայում կարծես թե մրցակցություն է սկսվել արևմտյան հիմնադրամների եւ Ռուսաստանի կառավարության միջեւ, թե ով ավելի շատ կվճարի եւ որ կողմը կկարողանա դեպի իրեն քաշել Չեչնիայի ժողովրդին եւ այնտեղի իշխանությանը։ Ռուսաստանը այսօր ստիպված է չունենալով բավական պոտենցիալ, ռազմական պոտենցիալ, քաղաքական, տնտեսական եւ սոցիալական մանավանդ ստիպված է այսօր այդ ճանապարհով գնալ եւ փաստորեն ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ որ Չեչնիան փոքր պետությունը, ըմբոստ պետությունը, որը վերջի 20-ամյակին 2 անգամ պատերազմել է Ռուսաստանի հետ, այսօր փաստորեն սպառում է շատ ավելի շատ, քան Ռուսաստանի ցանկացած այլ սուբյեկտում գտնվող ժողովուրդները։ Դու ասացիր, որ տեսար ռեակցիաները հիմնականում այ կարող ես նկարագրել ինչ էին ասում, ինչպեսին է ռեակցիան։ Ուրեմն դա հիմնականում անճարության ինչ որ մի արձագանք է, որ տեսեք թե ինչպես են ապրում Ռուսաստանում օլիգարխները, ավազակները եւ սեպարատիստները։ Սա մի դժգոհություն էր, միգուցե նաեւ վիրավորված ինքնասիրություն, որտեղ իսկապես դա վիրավորական է, երբ որ պարտված կողմը այդպես կթում է, այստեղ ուրիշ բառ չեն կարող օգտագործել։ Մետրոպոլիային, Մոսկվային եւ սա ռուս ազգայնականների համար իսկապես ինքնասիրության շատ մեծ վիրավորանք
կարգի։ Մյուս կողմից չկա հասկացողություն, թե ինչպես պետք է վարվել այդ տարածաշրջանում։ Բոլորը հասկանում են, որ Հյուսիսային Կովկասը աշխարհի մակարդակով ամենապայթունավտանգ տարածաշրջաններից մեկն է, որտեղ կողքողքի ապրում են մի քանի 100 ժողովուրդների ներկայացուցիչներ, եւ որոնք երբևիցե սովոր չեն եղել պետական կառույցներում լինելու, այսինքն այդ թալանը, սեպարատիստական ձգտումները եւ այլն, դա բնորոշ է կովկասյան այդ ժողովուրդների էությանը, եւ սա այն վտանգն է, որի հետ այսօր Ռուսաստանը պարզապես չգիտի ինչպես վարվել։ Անդադ փորձում են հետաձգել այդ խնդիրը եւ անդադ դրանից ավելի շատ օգտվում եւ ավելի իրենց դիրքերը համապնդում են չեչենները։ Չեչենները, ախր դա էլ ճիշտ երևի թե ձևակերպում չի մեր կողմից, քանի որ նույն իրավապաշտպան կառույցներն ասում են, որ Չեչնիայում բնակչության 80%-ը ապրում է վատ, չունի աշխատանք, ապրում է վատ, այսինքն Չեչնիան մի քանի մարդ են օգտվում Ռուսաստանի այդ փողերից։ Մի բան կլիներ, եթե մենք հասկանանք, որ Մոսկվայի փողերը ծաղկացնում են ընդհանուր տարածաշրջանը, բայց այստեղ մենք տեսնում ենք լրիվ ուրիշ պատկեր, ծաղկում են մի քանի ընտանիքներ, եթե ոչ մի։ Այս խնդիրը լուծման ենթակա չէ, գոնե այդ փողերը, որոնք գնում են ինչ որ բան փոխեն տարածաշրջանում։ Ուրեմն ընտրվել է բնական լիդերը, որը Կադիրովի կլանն է եւ ֆինանսավորվում է այդ լիդերին, որը արդեն ճնշումների միջոցով կարողանում է հպատակեցնել ամբողջ ժողովրդին։ Դա այդպես է, այո, եւ Ռուսաստանի համար դա շատ մեծ խնդիր չէ, եթե Չեչնիայում օրինակ ինչ որ կլաններ ունենան մեծ գումարներ, Ռուսաստանում նման օլիգարխիկ համակարգը բազմադարյա պատմություն ունի։ Մյուս կողմից, ինչքան էլ որ ճնշվի չեչեն ժողովուրդը, այսօր մենք տեսնում ենք Գրոզնիի ամենապատկերը եւ կարող ենք վստահաբար ասել, որ ժամանակակից քաղաք է։ Ժամանակակից ճարտարապետությամբ եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան եւ ձևավորում է համապատասխան ինֆրաստրուկտուրան։ Ուշ թե շուտ միևնույնն է, ամբողջը պատկանելու է ժողովրդին։ Կարևոր չէ այսօր թե ովքեր են դրա վրա փող աշխատում, ովքեր են հարստանում։ Կարևորը այն է, որ չեչենների համար ստեղծում է մի միջավայր, որտեղ նրանք այսպես թե այնպես հնարավորություն կունենան ռեալիզացվելու եւ որոշակի հարստություն ձեռք բերելու։ Եվ եզրափակելով, իրավիճակը պայթունավտանգ է թե այսպես թե այնպես, այսինքն Մոսկվայի փողերն է երևի թե անվերջ չեն եւ մի օր այդ հարցն էլ կդրվի։ Չգիտեմ, որպես քաղաքագետ, ինչ կանխատեսումներ, ինչ սցենարներ ես տեսնում այս խնդրի զարգացման հարցում։ Ուրեմն Չեչնիայում սեպարատիզմի նման ճնշման միջոցով Ռուսաստանը, պաշտոնական Մոսկվան փաստորեն խրախուսում է այլ տարածաշրջանների ազգայնականներին սեպարատիզմի, որովհետեւ բոլորը տեսնում են, որ ամբոստությունը ինչքան գումարային ներդրումներ է բերում դեպի այդ տարածաշրջան եւ ասեն, որ նման օրինակից արդեն փորձում են օգտվել օրինակ Թաթարստանի բնակչությունը եւ նույնիսկ հեռավոր արևելքում Ռուսաստանի խոսում է, որ կամաց ազգայնականությունը վեր է բարձրացնում եւ սեպարատիստական շարժման հիմքեր են, սերմեր են այնտեղ սերմանվում եւ բոլորը հասկանում են, որ եթե Ռուսաստանը սեպարատիզմի հետ պետք է պայքարի պարզապես նրանց գնելով եւ գումարային հոսքեր այնտեղ ուղղորդելով, ապա ինչու՞ չէ կարելի է նաեւ այդ ճանապարհը փորձել եւ գոնե այդպես կենտրոնական իշխանություններից որոշակի առավելություններ ստանալ։ Այսօր այսքանը ցտեսություն։